Այս անգամ մենք կանցնենք shape tool-ի գործիքները, այս ներքևի փոքր սեղմակով սեղմում ենք ու բացում ենք մենյուն։ Այս մենյուն ճիշտն ասած կան հրահանգներ, հիմնականում ստեղ շատ քիչ են օգտագործվում, իհարկե կանանք մենք ճշտենք, թե իրանք ինչ են անում, բայց այս գործիքները նախ օգտագործվում են ակտիվ օբյեկտի վրա, որ օբյեկտը որ ակտիվ է, Ctrl Z անենք, և բացի դրանից սրանք հիմնականում չեն կիրառվում մեր գրաֆիկայի մեջ, բայց դա կարող պետք լինի, դրա համար ցույց եմ տալի, թե ինչ կարելի անել, հերթով անցնենք, ակտիվացնենք, ստեղ կարելի է մեծացնել, դրսից դեպի ներս, ներսից դեպի դուրս, ասենց ինչ-որ գործողություններ։ Լավ, քանի որ հիմնականում սրանք պետք չեն գալի, եկեք շատ չխորանանք սրանց վրա, սենց տարբերակ ինչ-որ գործողություններ անում, ու անցնենք մնացած բաների վրա, որ մեզ պետք են։ Crop-ը կտրում է ակտիվ գործիքը ու ջնջում է մնացած գործիքները, որը որ դրանից դուրս են, կամ եկեք սենց ասեմ, որ եթե ձեր մոտ ոչ մի բան ակտիվ չի, crop-ը կտրում է մենակ այդ ակտիվ գործիքները թողում, որը որ դուք նշում եք, այն մասը թողում է, մնացածը հանում է, բայց երբ որ ես ակտիվացնում եմ օբյեկտը, այդ նշանակում է, որ այդ օբյեկտի նկատմամբ ես կիրառում եմ կտրել crop գործիքը։ Ctrl Z անենք, Knife, այդտեղ կտրվել է մեր օբյեկտը, այս կարանք տենենք, որ կտրվել է, Knife-ը դանակ է նշանակում ու այս էլ է դանակի նման մի բան, այս էլ է կտրում, zoom in կամ zoom out, այս վերևը ակտիվ անում է zoom in, zoom out, մոտիկացնել կամ հեռացնել, ձեռքը մեր դաշտը շարժելու ավելի հարմար տարբերակ,
ու գծերը